Agnes Vlog, Հենզելն ու Գրետելը։ Անտառի փոքրիկ տնակում երկրորդ կնոջ եւ իր երեխաների հետ ապրում էր մի աղքատ փայտահատ։ Խորթ մայրը դաժանորեն էր վերաբերվում երեխաներին։ Իսկ խեղճ մարդը նույնիսկ օրվա հաց չէր կարողանում վաստակել երեխաների համար։ Մոռացա ասել, որ տղայի անունը Հենզել էր, իսկ աղջկա անունը Գրետել։ Ուտելու բան չկա, իսկ ուտող բերանները շատ են։ Պետք է ազատվենք երեխաներից, ասաց կինը։ Հենզելին ու Գրետելին տար տնից հեռու։ Մեկը նրանց կգցնի ու տուն կտանի։ Հուսահատված փայտահատը չգիտեր ինչ անել։ Հենզելը լսել էր ծնողների խոսակցությունը։ Նա քրոջը ասաց. «Մի անհանգստացիր, եթե նրանք թողեն մեզ անտառում, մենք կգտնենք տան ճանապարհը»։ Առավոտյան նրանք գնացին անտառ։ Հենզելն ամբողջ ճանապարհին սպիտակ քար էր լցնում։ Մի փոքր հետո փայտահատն ու իր կինը հեռացան։ Հենզելը կրկին հանգստացրեց քրոջը։ «Ես քեզ տուն կհասցնեմ, նույնիսկ եթե հայրիկը մեր հետևից չկա»։ Մութն ընկնում է, բայց Հենզելն ու Գրետելը շարունակում են ճանապարհը։ Առավոտյան հասնում են տուն։ Եվ մայրը շատ բարկացավ։ Ամբողջ օրը կինն ու ամուսինը վիճում էին։ Լուսաբացին փայտահատը ստիպված երեխաներին նորից տարավ անտառ։ Երեխաներին մենակ թողեց ու գնաց։ Իսկ նրանք սկսեցին թափառել։ Հասան մի տարօրինակ տնակի։ «Սա շոկոլադ է», ասաց Հենզելը։ «Իսկ սա շաքար», ասաց Գրետելը։ Այդ ժամանակ մի պառավ կին դուրս եկավ ու ասաց. Եկեք, մի վախեցեք։ Մնացեք ինձ հետ, դուք այստեղ ապահով եք։ Բայց նա ձևացնում էր, դա իրականում չար կախարդ էր։ Նրա նպատակը Հենզելին ու Գրետելին ուտելն էր։ Նա երեխաների առջև համեղ ուտելիքներ դրեց։ Հետո անկողին պատրաստեց ու երեխաները պառկեցին։ Նրանք մտածում էին, որ դրախտ էին ընկել։ Սակայն առավոտյան բռնեց Հենզելին, տարավ գցեց վանդակի մեջ, հետո գնաց Գրետելի մոտ ու բղավելով ասաց. «Ջուր բեր եղբորդ համար, ու շատ համեղ բաներ եփիր, ու երբ չաղանա, ես կուտեմ նրան»։ Գրետելը սկսեց լաց լինել, բայց ուրիշ ճար չկար։ Իսկ պառավը ամեն առավոտ գնում էր Հենզելի մոտ։ Հենզել, մատը դուրս անիր, տեսնեմ ինչքան ես ճաղացել։ Բայց Հենզելը մի ոսկոր էր դուրս հանում։ Իսկ պառավը լավ չէր տեսնում եւ կարծում էր, թե դա Հենզելի մատն է ու չէր հասկանում ինչու չի չաղանում։ Բայց չար կախարդը այլևս չցանկացավ սպասել ու հրամայեց Գրետելին. «Վարիր բառարանը, այսօր տապկած տղա եմ ուտելում»։ Բայց Գրետելը մի խորամանկություն է անում։ Ես չեմ հասկանում, տաք է թե ոչ, ասում է նա։ Կախարդը զայրանում է։ Ես ինքս կանեմ։ Ու երբ կախարդը գլուխը մտցնում է գարարանի մեջ, Գրետելը ուժգին հրում է նրան ներս ու դուռը փակում։ Հենզելն ու Գրետելը վերցրեցին կախարդի գանձերը ու գնացին փնտրելու իրենց տունը։ Այս անգամ նրանց բախտը բերեց։ Վերջապես նրանք տեսան տունը ու մտան ներս։ Հայրը նրանց տեսնելով շատ ուրախացավ եւ ասաց, որ խորթ մայրը մահացել է։ Ահա այսպես նրանք ապրեցին երկար ու երջանիկ։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին եւ դնել լայք։ Մինչ հանդիպում։